մասին օրենքում եւ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի ներողություն 27-ի 2060 որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցազեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Ղուդացյան։ Համեցեք պարոն։ Շնորհակալություն։ Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Առաջարկվում է համաֆինանսավորել 17 համայնքի թվով 23 ծրագիր ընդհանուր 2 միլիարդ 15 միլիոն դրամ արժեքով։ Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզ 1 ծրագիր 240 միլիոն դրամ, Ահարատի մարզ 2 ծրագիր 370 միլիոն դրամ, Արմավիրի մարզ 3 ծրագիր 113 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզ 7 ծրագիր 1 միլիարդ 85 միլիոն դրամ, Կոտայքի մարզ 1 ծրագիր 54 միլիոն դրամ, Շիրակի մարզ 4 ծրագիր 156 միլիոն դրամ, Սյունիքի մարզ 1 ծրագիր 7.6 միլիոն դրամ, Տավուշի մարզ 4 ծրագիր 127 միլիոն դրամ։ Խնդրում եմ հաստատել։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, այժմ թվարկեմ այն նախագծերը, որոնց ֆինանսավորումն ենք ապահովում այս որոշմամբ եւ նաեւ ծրագրերի իրականացման ընթացիկ վիճակը։ Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Թալին բնակավայրում ջրահեռացման համակարգի կառուցում, որի աշխատանքների 70%-ը կառուցվել է, տեղի ունեցել, այսինքն 4.9 կիլոմետր ջրահեռացման խողովակը արդեն իսկ կառուցվել է։ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մրգանուշ բնակավայրում մանկապարտեզի կառուցում 150 սաների համար նախատեսված կատարված է աշխատանքների 45%-ը, Արարատ համայնքի Արարատ բնակավայրի Բանավանի կեղտաջրերի մաքրման կայանի կառուցում իրականացվել է աշխատանքների 45%-ը, Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գրիբոյեդով բնակավայրի կենտրոնական փողոցի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքներ 960 մետր, աշխատանքներն ավարտված են, Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ բնակավայրի թիվ 16 փողոցի եւ Աբովյան թիվ 11 փողոցների միջև ընկած հատվածի հիմնանորոգում, աշխատանքները ավարտված են, 500 մետր ճանապարհահատված է հիմնանորոգվել, Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի Սայաթնովա փողոցի Արարատյան Ջիվանի հատվածի Չարենցի փողոցի Շահումյան Աբովյան հատվածի խմելու ջրամատակարարման ցանցերի վերակառուցում, աշխատանքները ավարտված են, 2.4 կիլոմետր երկարությամբ ջրագիծ է կառուցվել, որից օգտվում է 315 տնային տնտեսություն, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Սևան բնակավայրի փողոցների գործող լուսավորության ցանցի ընդլայնում եւ նոր լուսավորության ցանցի կառուցում, աշխատանքների 95%-ը արված է, կառուցվել է 8 կիլոմետր լուսավորության համակարգ, տեղադրվել է 261 հենասյուն եւ 290 LED լուսատու։ Մարտունի համայնքի Լիճ բնակավայրում խմելու նոր ջրագծի եւ ջրահավաք ավազանի կառուցում, կատարված են աշխատանքների 90%-ը, կառուցվել է 3.1 կիլոմետր ջրագիծ, 500 խորանարդ մետր տարողությամբ օրվա կարգավորիչ կայան, Մարտունի համայնքի ներքին Գետաշեն ծովասար բնակավայրերում ոռոգման ջրատարներ եւ Վարդենիկ Աստղաձոր բնակավայրերում խորքային հորերի կառուցում, կատարված է աշխատանքների 90%-ը, կառուցվել է 14.5 կիլոմետր երկարությամբ ոռոգման ջրատար, շահառուների թիվը 1300 տնտեսություն, Մարտունի համայնքի Մարտունի բնակավայրի Պրոշյան 4, Չարենցի 2, Երևանյան 46, Միասնիկյան 53 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգում, աշխատանքների 95%-ը ավարտված է, վերանորոգվել է 4
բազմաբնակարան շենքերի տանիքներ 416 բնակիչ է ապրում այդ շենքերում։ Մարտունի համայնքի 17 բնակավայրերի համար կանգառների ձեռքբերում, համայնքի բնակավայրերի վարչական շենքերի և մշակույթի պալատների համար գրասենյակային գույքի և սարքավորումների ձեռքբերում, ձեռք է բերվել պահանջվող գույքի 95%-ը արդեն, Գավառ համայնքի Սարուխանի թիվ 1 մանկապարտեզ, Գավառի թիվ 7 մանկապարտեզ և Գավառի մշակույթի տուն հողակների համար գույքի ձեռքբերում, գույքը ամբողջությամբ ձեռքբերված է, Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ 8, Պարուսևակ 12 բնակելի շենքերի բակերում հենապատի կառուցում աշխատանքները իրականացվել են։ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան բնակավայրի Կենտրոն թաղամասի թիվ 15 մանկապարտեզի շենքի տանիքի հիմնանորոգման, նոր դռների և պատուհանների տեղադրման աշխատանքներ, կատարված է աշխատանքների 75%-ը, իրականացվել է տանիքի 1670 քառակուսի մետր հիմնանորոգման աշխատանքներ, սաների թիվը 280։ Շիրակի մարզի Գյումրի համայնքի Գյումրի-Կուրսկ հայ-ռուսական բարեկամության այգու բարեկարգման աշխատանքները ավարտված են, բարեկարգվել է 9970 քառակուսի մետր տարածք, Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Լմբադ 1 թաղամասի 23, 28, 29, 33, Լմբադ 2 թաղամասի 4, 15, 17, 11, 16, 25 և շինարարների 7 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում աշխատանքները ավարտված են և 11 բազմաբնակարան շենքերի տանիքները նորոգված են։ Ախուրյան համայնքի Ախուրյան, Երազգավորս, Բայանդուր բնակավայրերում աղբահանության աշխատանքների կազմակերպման համար ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենայի և նոր անվավոր աղբամանների ձեռքբերում, ավարտված է տեխնիկան և գույքը ամբողջությամբ ձեռք է բերված։ Ախուրյան համայնքի Ախուրյան, Երազգավորս, Բայանդուր բնակավայրերի կարիքների համար ավտոգրեյդերի և մինի ամբարձիչի ձեռքբերում, գույքը ձեռք բերված է։ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան բնակավայրի թունելից մինչև Բաղաբերդ թաղամասի միջնամասը փողոցային լուսավորության համակարգի կառուցում, աշխատանքներն ավարտված են, կառուցվել է 7,4 կմ երկարությամբ լուսավորության համակարգ, տեղադրվել է 249 հատ երկկողմանի լուսատուներով մետաղական հենասյուն։ Տավուշի մարզ Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Երևանյան փողոցի 3-րդ նրբանցքի ճանապարհի հիմնանորոգում և սալիկապատում տուֆ քարով, կատարված է աշխատանքների 90%-ը։ Նոյեմբերյան համայնքի Արջիստ բնակավայրի մանկապարտեզի բակի բարեկարգում, կատարված է աշխատանքների 90%-ը։ Նոյեմբերյան համայնքի Արջիստ բնակավայրի փողոցների տուֆապատում, 0,55 կմ երկարությամբ ճանապարհ պետք է սալիկապատվի, կատարված է աշխատանքների 60%-ը, Բերդ համայնքի Բերդ բնակավայրի թիվ 2 և թիվ 3, Վերին Ծաղկավան, Նավուր, Չինարի բնակավայրերի մանկապարտեզների շենքերի հիմնանորոգում, կատարված է աշխատանքների 90%-ը, հիմնանորոգվել են 5 մանկապարտեզների շենքեր, սաների ընդհանուր թիվը 383 սան։ Ինչքան հասկացա, այստեղ վերջին հատվածում գույքի ձեռքբերման խնդիրը պետք է լուծենք, հա թե։ Հիմնական հատվածում համարժեք։ Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, 6-րդ հարցով մենք չզեկուցվող ռեժիմով նաև քննարկեցինք ճանապարհաշինական եւ կապիտալ ներդրումների շատ կարևոր փաթեթ, որին նույնպես ուզում եմ անդրադառնալ, մոտավորապես 15 միլիարդ դրամի ծրագրերի ֆինանսավորման մասին է, որոնք գտնվում են տարբեր փուլում, մի մասը արդեն ավարտական 5%-ներն ենք վճարում, մի մասը ընթացքի մեջ է, մյուս մասը կնախագծենք, համեցեք պարոն Խուդայցյան, ինչ եք ասում։
Պարոն վարչապետ, ունենք նաև երկու տրանսպորտային օբյեկտներ, շինաշխատանքները հիմնականում մեկնարկել են 2024 թվականին եւ նախատեսվում է ավարտել 2025 թվականին, ինչպես նշեցիք, ունենք նաև նախագծանախաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար վճարումներ եւ արդեն ավարտված աշխատանքների 5% վճարումներ, մնացածը արդեն ըստ ցանկի։ Շատ լավ։ Թվարկեմ ինչ աշխատանքների մասին է խոսքը։ Աշտարակ քաղաքի միջով անցնող միջպետական նշանակության ավտոճանապարհի շուրջ 4 կիլոմետր հատվածի եւ այդ ճանապարհից սկիզբ առնող 1.6 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ուղիների հիմնանորոգում։ Նախորդ տարի աշխատանքների հիմնական մասը արվել է, այս տարվա այս ֆինանսավորմամբ արդեն ամբողջությամբ կավարտենք։ Սևան քաղաքից Գեղամավան ծաղկուն գյուղերով դեպի Հրազդան քաղաք տանող ավտոճանապարհի 17.2 կիլոմետր հատվածի հիմնանորոգում ըստ էության այս ծրագիրը նույնպես նախատեսում ենք 25 թվականին ավարտել, համեցեք։ Սա սկսել ենք 2024 թվականի տարեվերջին, եղանակով պայմանավորված արված է աշխատանքների 10%-ը նախատեսված է ավարտել 25 թվականին։ Ընդ որում ես հիշում եք նախկինում կառավարության նիստում քննարկել ենք, որ նաև դեպի Երևան բերող հիմնական մայրուղիներին զուգահեռ մենք պետք է զարգացնենք նաև զուգահեռ մայրուղիները, որ օրինակ ասենք նույն Սևան քաղաքից դեպի Երևան գալու կամ Հրազդան գնալու այլընտրանքային ճանապարհներ ունենան մարդիկ, ընդ որում այս ճանապարհները հաջորդիվ կա նաև անդրադարձ, եթե չեմ սխալվում, Բջջնի Հրազդան ճանապարհին, նաև շատ կարևոր են զբոսաշրջային ենթակառուցվածքի զարգացման առումով եւ ներքին եւ ներգնա զբոսաշրջության զարգացման համար։ Իջևան համայնքի Ծաքար բնակավայրից դեպի Բերդ համայնքի Գանձակար բնակավայր տանող ավտոճանապարհի 35 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, որը պլանավորում ենք նույնպես այս տարի ավարտել, հարգելի գործընկերներ, սա էլ մեր ըստ էության բազմաչարչար ծրագրերից մեկն է, որովհետև մենք այս ծրագիրը, եթե չեմ սխալվում, նախորդ տարի պետք է ավարտված լինեինք, բայց առաջին կապալառուի հետ մեր աշխատանքը չստացվեց, ստիպված եղանք խզել, նոր պայմանագիր կնքել, նախորդ տարվա այցի արդյունքներով տպավորությունները կարծես թե դրական են եւ զգուշորեն կարող ենք լավատեսություն հայտնել, որ այս տարի ծրագիրը կավարտվի, որը նույնպես շատ մեծ տնտեսական եւ զբոսաշրջային պոտենցիալ ունեցող հարց է եւ այստեղ զուգահեռ ուզում եմ ասել, որ մենք ինչպես պայմանավորվել ենք պարոն Սիմիձյանի եւ պարոն Վարդանյանի հետ, այդտեղ իհարկե անցնում է անտառային տարածքներով, բայց հասկանալի է, որ ճանապարհը շատ մեծ ներդրումային հետաքրքրություն է ցուցաբերելու, մենք պետք է կարողանանք գտնել բանաձևերը, ինչպես կարողանանք բավարարել ներդրումային հետաքրքրությունը եւ միևնույն ժամանակ չվնասել ավելի ճիշտ անդառնալի վնասներ չհասցնենք բնությանը, որովհետեւ այդ ճանապարհի կառուցումը արդեն իսկ վնասա բնությանը, ցանկացած ճանապարհի կառուցում վնասա բնությանը, այդպիսի ճանապարհ չկա կառուցված, էլի ասել եմ, այս շենքի կառուցումն էլ է վնաս բնությանը, քաղաքների կառուցումն էլ է վնաս բնությանը, այնպես որ այստեղ պետքա ճիշտ բալանս գտնել եւ ակտիվորեն զուգահեռ նաեւ նույն տարածքում մնացած տեղերում անտառվերականգնման ակտիվ աշխատանքներ իրականացնել։ Հավեցեք, պարոն Խուդաց։ Պարոն վարչապետ, այստեղ մենք երկու շաբաթ առաջ ենք մարզպետի հետ եղել, աշխատանքները բնականon հունով ընթանում են, նաև ԿԳՄՍ գործընկերների հետ ձեր հանձնարարականով նոր կամրջի կառուցման տեղի հետ կապված էսքիզ նախագիծ առաջիկայում կունենանք, այնպեսի տեղ կառուցվի կամուրջը, որը չի խանգարի արդեն գոյություն ունեցող պատմամշակութային կամրջի, նաև քննարկում ենք այնտեղից դիտակետ ունենալու հնարավորությունը դեպի պատմամշակութային կամուրջ։ Այսինքն, այո, այնտեղ շատ լավ գեղեցիկ հին կամուրջ կա, չեմ հիշում, որ 3-րդ դարի, խնդիրն այն է, որ նոր կամուրջը կառուցվի այնպես, որ նրա տեսանելիությունը կամ նրա նկատմամբ, այսպես ասած, ճնշող կարգավիճակ
ձեռք չբերի, հարգելի գործընկերներ, հազիվ առիթնես Թթուջուր Նավուր ավտոճանապարհի կարգավիճակի հետ կապված ունենք տեղեկություն, ո՞նց է ընթանում են տեղ աշխատանքները։ Գեղարքունիքի մարզպետը կամ Տավուշի մարզպետը տեղեկություն։ Տավուշի հատվածում ոնց որ ավարտվել։ Տավուշի հատվածը ամբողջությամբ ավարտված է, պարոն վարչապետ։ Գեղարքունիքում։ Գեղարքունիքի հատվածում 3 կիլոմետր հատված է, որ մնում է իմ տեղեկատվությամբ։ Ընդամենը 3 կիլոմետր է մնում։ Շատ լավ։ Համենայն դեպս պարոն Խուդայցյան, մտքը ճշտեք ինձ այդ թեմայով։ Շատ լավ բան վարչապետ։ Արմավիրի մարզի Մրգաշատից դեպի Արմավիր տանող ավտոճանապարհի 4 կիլոմետր ընդհանուր երկարությամբ առանձին հատվածներում հիմնանորոգում 2024 թվականին 1.8 կիլոմետրը իրականացվել է եւ 2025 թվականին մնացած հատվածները հույս ունենք, այսինքն մենք մեր մասը կանենք, մնում է որ շինարարներին էլ իրենց հատվածը անեն բարեխղճորեն, համեցիկ։ Սա Մրգաշատ գյուղ մտնող միջպետական ճանապարհից Մրգաշատ գյուղ մտնող կամուրջն է։ Հիմնական դժվար աշխատանքը այստեղ կամուրջի մասով է, որովհետև այդ կամուրջը կառուցման ժամանակից հետո հիմնանորոգման չի ենթարկվել, այս պահին արդեն առաջին շերտի ասֆալտը տեղադրված է, շինի աշխատանքները եղանակի բարենպաստ լինելուն պես նորից կմեկնարկեն, այս տարի անպայման կավարտենք։ Շատ լավ, իսկ պարոն Խուդայցյան, մենք Տավուշի մարզի Խաշթառակի, Լոռու մարզի Ախթալայի հատվածում մեր պայմանավորված կարծեմ գյուղյան ոնց էր Քարկոպ գյուղի հատվածում էլ այտենց խնդիր ունենք, մենք նախագծման աշխատանքները սկսել ենք, պատվիրում ենք։ Այս պահին էսքիզային աշխատանքներ ենք այդտեղ սկսել, պարոն վարչապետ, նաև ջրեղեղից վնասված 10 մյուս հատվածների մասով այս որոշման մեջ էլի գումարի հատկացում ունենք։ Չնայած պետք է ընդգծեմ, որ ինչքան հասկացա, այսինքն ոչ թե ինչքան հասկացա, Լոռու մարզում մենք Դսեղի կամուրջի աշխատանքներն էինք ավարտել, բայց էլի ուզում եմ առաջիկայում մենք մեր տրամադրվածությունը կամանց փոխենք եւ հատկապես կամուրջների շինարարության, հետագայում իմիջիալոց նաեւ ճանապարհների, հենապատերի շինարարության ժամանակ մենք ավելի ու ավելի շատ ուշադրություն դարձնենք գեղագիտական կոմպոնենտին, այն տրամաբանությամբ, որ տվյալ տարածքի մարզի ճարտարապետական ավանդույթները արտահայտող լուծումներ տանք։ Այսինքն տեխնիկական հարց, որը պետք է լուծվի, բայց մյուս կողմից, այսպես ասած, բնակավայրի մարզի կոլորիտը ընդգծելուն պետք է ամենևին երկրորդական նշանակություն չտանք, ընդ որում սա գեղագիտական հարց է, արժեքային հարց է, բայց դա շատ նաև կոնկրետ կապիտալ ներդրում է, որովհետև ամեն մի այդպիսի մի հատ շտրիխ եւ մարզի, եւ բնակավայրի, եւ հանրապետության զբոսաշրջային գրավչությունը մեծացնում է։ Այսինքն մենք այդ ներդրումը անում ենք, այդ ներդրման վրա մի փոքր կամ մի քիչ ավելի մեծ ներդրման միջոցով ստանալ տեսարժան վայր նույնպես շատ կարևոր է։ Արմավիր մարզի ջրառատ բնակավայրի վարչական տարածքով անցնող 2 կիլոմետր հատվածի հիմնանորոգում։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել եւ ավարտել 2025 թվականին։ Սա պատահաբար այն օրվա ճանապարհը, կարող է այն օրվա ճանապարհի մասին խոսքը, որ գյուղացիները բարձրացնում են։ Չէ, սա ջրառատի ճանապարհն է, պարոն վարչապետ։ Տանձութի ճանապարհի մասով մրցույթը արդեն հայտարարված է, այնտեղ հաղթող կազմակերպություն ունենք, մեր վերջին դեպի շուկա գնացողի մասին, որ ասում էին դրա մասին։ Այնտեղ մրցույթը արդեն կայացել է, հաղթող կազմակերպություն ունենք, առաջիկայում շինաշխատանքները կմեկնարկի։ Այս հատվածը ուրեմն դեպի Ջրառատ գյուղ, դեպի Սիմոն Մարտիրոսյանի մարզադպրոց եկող ճանապարհն է, որի համար բնակիչները ձեզ էին դիմել։ Երկու ճանապարհների մասով էլ մրցույթները կայացած են, իսկ Լուսագյուղի ճանապարհը ձեր վերջին այցի ժամանակ, երբ որ անցանք քանդված ճանապարհը, էլի ձեր հանձնարարականով է նախագիծը պատվիրվել եւ հիմա էլ այստեղ էլի մրցույթը կայացել է, երկուսի դեպքում էլ հաղթող կազմակերպություններ ունենք։ Շատ լավ։ Կոտայքի մարզում Բագրևանդ բնակավայրից դեպի Ձորախբյուր տանող ավտոճանապարհի 5.2 կիլոմետր հատվածի հիմնանորոգում։
որը էլի նախատեսում ենք ավարտել 2025 թվականին Հրազդան քաղաքի տարածքով դեպի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհի հիմնանորոգում 2024 թվականին իրականացվել էր 2 կիլոմետրը եւ 2025 թվականին 3.7 կիլոմետրը կիրականացվի։ Գորիսից դեպի Վերիշեն, Սյունիքի մարզի եւ Խոզնավար տանող ճանապարհի 18.3 կիլոմետր հատվածի հիմնանորոգում։ Ամբողջը նախատեսված է, որ այս տարի կսկսենք ու կավարտենք, մի քիչ մեծ կտոր է, հույս ունեմ, որ իրոք կսկսենք եւ կավարտենք։ Աշխատանքը արդեն սկսել ենք, պարոն վարչապետ, այստեղ։ Այս տարի թե նախորդ։ Այս տարի սկսել ենք։ Շատ լավ։ Լծեն-Տաթև ավտոճանապարհի քարաթափման կանխարգելիչ միջոցառումներ։ Իհարկե, երբ որ մենք առաջին անգամ գնացինք այդ ճանապարհը տեսանք, այնտեղ արդեն ակնհայտ էր, որ նման խնդիր լինելու է, եւ ընդ որում այդ բան չի ունիկալ չի այդ խնդիրը, աշխարհի շատ երկրներում կան, պետք է հանգիստ հետեւական լուծել եւ այդտեղ էլի միջ այլոց պետք է մենք նայենք շատ երկրներում այդ խնդիրը ֆունդամենտալ ձևով լուծված է հենապատերի միջոցով։ Եվ ընդ որում դա միանգամից չի արվում, դա այնքան մեծ նախագիծ է, որ միանգամից անել հնարավոր չի եւ խելամիտ չի կտոր ռիսկային հատվածները սկզբից սկսելով, բայց նաեւ ուրիշ լուծումներ կան ցանցերով եւ այլն, այսինքն պետք է նայել այնտեղ որտեղ որ էլի կոլորիտային խնդիր ուզում ենք լուծել, կարելի է մի քիչ կենտրոնանալ հենապատերի ռեժիմով աշխատել, այնտեղ որ այսինքն երկու գործիքն էլ լիարժեք կիրառելի է։ Սյունիքի մարզում Կապան-Ծավ ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրից դեպի Նռնադոր տանող 11 կիլոմետր երկարությամբ նոր ավտոճանապարհի կառուցում։ Սա էլ նախատեսված է սկսել եւ ավարտել 2025 թվականին։ Ընդ որում հարգելի գործընկերներ, այս նախագիծը ունի նրբություն, այդ նրբությունը հետեւյալն է, որ հիմա Նռնաձոր տանող ճանապարհը մի հատված համընկնում է նախկինում երկաթուղու գծերի հատվածի հետ, պաստառի հատվածի հետ, եւ քանի որ մենք պլանավորում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, եւ ըստ էության սա այդ աշխատանքների գործնական փուլն է։ Այսինքն ըստ էության սա մեր խաղաղության խաչմերուկ նախագծի իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք է, որը կոնկրետ է, որովհետև մեզ շատ նաև քննադատում են, ասում են մենք անդադ պատրաստակամություն ենք հայտնում, բայց գործնական քայլեր չենք իրականացնում։ Սա այդ գործնական քայլերից մեկն է, որպեսզի մենք բնակավայրի համար այլընտրանքային ճանապարհ ենք ստեղծում, բայց նաև երկաթուղու ճանապարհն ենք ազատում, որովհետև այլ տարբերակ երկաթուղին անցնելու չունի եւ միայն այդ հատվածով կարող է անցնել եւ հետեւաբար այդ հատվածը ազատում ենք երկաթուղու կառուցումը հնարավոր դարձնելու համար։ Կրկին Սյունիքում Խնձորեսկին դեպի ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի 11 կիլոմետր հատվածի հիմնանորոգում այս կրկին նախատեսում ենք այս տարի ավարտել, այս էլ նախորդ տարվա այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածություն է, այնտեղ հողերի հետ կապված է, ափսոս գլխավոր դատախազ այսօր ազգային ժողովում է, հողերի հետ կապված խնդիր կար, բայց ես ինչքան գիտեմ, տեղյակ եք դրանց լուծվել է, այդ խնդիրն էլ է լուծվել, թե որոշ հատվածների մասով պարոն վարչապետ լուծվել է, որոշների մասով ուրեմն շարունակվում է ընթացքը, ասեմ որ եւս շինարարական օբյեկտ եւ Նռնաձոր նախորդ ամիս ենք այցարել եւ նախորդ ամսից արդեն աշխատանքները ուրեմն ներքին Խնձորեսկում մեկնարկել էին, Նռնաձորում մեկնարկել են ավելի վաղ, Նռնաձորում մենք աշխատանքը երկփուլ տարբերակով ենք իրականացնում, առաջին նախագծով իրականացնում ենք քանդման աշխատանքները, որովհետեւ ճանապարհը փաստացի սարերի միջով է անցնելու, այստեղ լայն թափով ուրեմն հողային աշխատանքների իրականացում էր, առաջին փուլը կավարտվի խճապատմամբ, դրանից հետո արդեն զուգահեռ նախագիծ ենք պատվիրում նաև ասֆալտապատման համար։ Երկու օբյեկտներում էլ աշխատանքները ընթանում են։ Շատ ճանապարհ է ստացվել, իհարկե հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում որակական խնդիրների հայտ չեն գա, արդիկ համայնքի, այսինքն ավարտված է, այդ վերջին 5%-ն ենք տալիս։
Արթիկ համայնքի միջով անցնող ավտոճանապարհի 4.9 կիլոմետր հատվածի հիմնանորոգում էլի ավարտված է։ Այստեղ պարոն Խուդացյան, մենք պետք է մեր ծրագրերը նայենք, Արթիկ համայնքի մուտքի ճանապարհի հետ կապված խնդիր կա, այսինքն Արթիկ համայնքը հիմա հիմնական մուտքի ճանապարհը Պեմզաշեն բնակավայրի միջով է, որը էլի նորմալ է, բայց Արթիկը իր նախագծային հիմնական մուտք ունի, որը Մայրուղուց ավելի կարճ ճանապարհ է, եւ Արթիկ համայնքի այդ հարցը բարձրացնում է արդեն մի քանի անգամ, եւ պետք է նայել հարմար պահի նաեւ այդ լուծումներով զբաղվենք։ Վանաձոր համայնքի Խորենացի փողոցի 0.8 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, որը ամբողջությամբ նորից ավարտված է։ Իսկ հաջորդ փաթեթը արդեն այն նախագծերն են, որը պետք է իրականացնենք։ Առաջինը Արագածոտնի մարզի Ռիաթազա բնակավայրով անցնող հատվածում ջրահեռացման կարգավորում։ Այստեղ էլ նախորդ տարվա այցին հիշում եք, երբ որ պարզվեց, որ ճանապարհի մերձակա ջրահեռացման համակարգերը նորմալ չեն աշխատում եւ հորդառատ անձրևների պարագայում մերձակա տները խոնավանում են կամ ջուրը լցվում է եւ շատ կարեւոր նախագիծ է Դիլիջանից մինչեւ Հաղարծին եւ Գոշ բնակավայր տանող ավտոճանապարհի հատման կետ հատվածում ջրհեղեղի հետևանքով ողված եւ փլուզված թվով 10 տեղամասերի վերակառուցում, սա արդեն են հայտնի դեպքն է նախորդ տարվա ջրհեղեղի վերջին հետևանքներն ենք վերացնում, Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրի հատվածում դեպի Աբովյան, Արգել եւ Եղվարդ տանող ավտոճանապարհների հատման խաչմերուկում լուսացույցի տեղադրման եւ ճանապարհային նշաններով կահավորում, Կոտայքի մարզի Առինջ մոլի մոտի խաչմերուկում լուսացույցի տեղադրման եւ ճանապարհային նշաններով կահավորում, Շիրակի մարզի Գուսանագյուղ բնակավայրի միջով անցնող Հոռոմ Արթիկ ավտոճանապարհի 4 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, Ձորավանք Գեղարքունիքի մարզի Մարտունի ճանապարհատվածի առանձին տեղամասերում քարաթափման աշխատանքների իրականացում, Արագածոտնի մարզում Ուջան գյուղի միջով անցնող M1 միջպետական նշանակության ավտոճանապարհի հետ հատվող ավտոճանապարհի 3 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, Արարատի մարզի ներքին Չարբախից մինչև Դարակերտ բնակավայր ավտոճանապարհի 2.2 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Արարատի մարզի Մրգավետ բնակավայրի միջով անցնող ավտոճանապարհի 1.2 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, Արարատի մարզի Դիտակ եւ Արևշատ բնակավայրի միջով անցնող ավտոճանապարհի 2.4 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Արարատի մարզի Բարձրաշենից մինչև Նուբարաշեն տանող ավտոճանապարհի 1.4 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Արարատի մարզի Վերին Արտաշատ Այգեզարդ ավտոճանապարհի 4.3 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Սյունիքի մարզի Գոմք-Կապույտ ավտոճանապարհի 7.8 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, սա Վայոց ձորի եւ Սյունիքի մարզի արանքում, որովհետեւ Գոմքը Վայոց ձորի մարզում է, չէ՞, ճիշտ եմ հիշում։ M2 միջպետական նշանակության ավտոճանապարհից մինչև Վաղատին գյուղ տանող ավտոճանապարհի 1.5 կիլոմետր հատվածի հիմնանորոգում Սյունիքի մարզ, սա էլ դպրոցի բացման առիթով մենք դպրոց տանող ճանապարհն է եւ այդ կրթահամալիր է, չէ՞ լինելու նաեւ այդտեղ մեր խոստման համաձայն պետքա դպրոց տանող ճանապարհները լինեն բոլորը բարձր որակի։ Լոռու մարզի Վանաձոր Արավերդի միջպետական նշանակության ավտոճանապարհի 43-րդ կիլոմետրում փլուզված ստորին հենապատի վերակառուցում, Լոռու մարզի M6 ավտոճանապարհը Ախթալա բնակավայրի հետ կապող պողպատե ֆերմաներով երկրորդ կամրջի կառուցում, չենք մոռանում այն մյուս կամրջի մասին, որը պետք է կառուցենք, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Այգուդ եւ Աղբերք բնակավայրերի հատվածում գտնվող սողանքային տեղամասերում ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման եւ ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումների իրականացում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի հիմնանորոգում
եւ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող կամրջի հիմնանորոգում։ Սրանք էին այն նախագծերը, որոնք ֆինանսավորում ենք ընդունման, կառուցման, նախաձգծման փուլում գտնվող եւ զուգահեռ տեխնիկական հասկողության աշխատանքները։ Համեցեք։ Պարոն վարչապետ, ձեր թույլտվությամբ նաև ներկայացնեմ այն պատկերը, որ ունենք ուրեմն 2025 թվականին 28 օբյեկտ նախորդ տարիներից փոխանցված ունենք, որոնց ընդհանուր երկարությունը 130 կիլոմետր է, 2024 եւ 2025 թվականի վերջում կնքված պայմանագրերով ունենք 4 օբյեկտ ընդհանուր 13.6 կիլոմետր երկարությամբ, 2025 թվականին հայտարարված եւ հայտարարվող օբյեկտների թիվը 31 է, ընդհանուր 142 կիլոմետր երկարությամբ, ընդամենը այս պահին արդեն նախանշած օբյեկտներ ունենք հիմնանորոգման մասով թվով 60 օբյեկտ, շուրջ 290 կիլոմետր երկարությամբ եւ 2025 թվականի մրցույթների արդյունքում արդեն ունենք 3.1 միլիարդ դրամի տնտեսում այսքանը։ Մենք պլանավորում ենք ինչքան 500 կիլոմետր կհասնենք։ Մենք պլանավորում ենք 500 կիլոմետր, որից շուրջ 280 կիլոմետրը կլինի հիմնանորոգման աշխատանքներ, մյուս մասը միջին նորոգման աշխատանքներ։ Բայց մի րոպե, դեռ հյուսիս-հարավն էլ ունենք, չէ՞ որ այս տարի Գյումրու հատվածը Երևան-Գյումրին առնվազն մի ուղով պետքա ավարտենք։ Այնտեղ ունենք երկշերտ ասֆալտի տեղադրում, որ պետք է երրորդ շերտը տեղադրի, դրանք 500 կիլոմետրի ցանկում են, պարոն վարչապետ։ Շատ լավ, այսինքն 500 կիլոմետրը ուժի մեջ է բացի սուբվենցիաներից, այսինքն սուբվենցիաները չեն մտնում։ 500 կիլոմետրի մեջ չէ, սուբվենցիաները չեն քաշվում, նախորդ տարի սուբվենցիաները ներառյալ 700 կիլոմետր եւ ավել ճանապարհ ենք ունեցել նորոգում, հիմնանորոգում եւ կառուցում։ Շատ լավ։ Դե ընթացքում բան Խուդացյան էլի մենք կառուցել, բայց կառուցել եւ սովորելու տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք, որակի խնդիրները շարունակում են լինել մեր առաջնահերթությունների ցանկում։ Ընդ որում մենակ որակը չի, հարգելի գործընկերներ, ես էլի ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել հետեւյալի վրա, որ երբ որ ասում ենք ճանապարհ, իր գծանշում, ճանապարհային նշաններ, ամեն ինչ պետքա լինի փաթեթով։ Այսինքն այն ճանապարհը, որտեղ գծանշում չկա, դա դեռ ճանապարհ չի։ Դա ասֆալտա, որը փռել ենք։ Այսինքն երբ որ գծանշում անում ենք, նշանները դնում ենք, այդ պահից է ինքը դառնում ճանապարհ։ Հիմա այն օրը Իջևանում էլի ճիշտ է 40 տարվա ճանապարհներ, որ ասֆալտա պատում ենք, լավ է, բայց էլի հարցնում եմ նախագծի մեջ գծանշումը չկա, հիմա համայնքը առանձին գծանշման մրցույթ պետք է հայտարարի եւ անի։ Էլի ված չի, բայց անում ենք, մի անգամից անենք։ Պարոն վարչապետ, այդպիսի խնդիրներ առաջանում են հիմնականում, երբ որ աշխատանք իրականացնող սուբվենցիոն ծրագրի շրջանակում 2025 թվականի բոլոր հայտերում ճանապարհների կահավորումը երթևեկության նշաններով եւ գծանշումով արդեն կա, առանց դրանց լինելու նախագծերը հավանության չեն արժանանում։ Նաև փորձում ենք այնպիսի գծանշման տարբերակներ ընտրել, որոնք երկարաժամկետ լուծում են ենթադրում իրենցից։ Մեկ էլ ես նկատում եմ, էլի խոսել եմ դրա մասին, ճանապարհի կներեք, կարող ասածս շատ բան հնչի, տարօրինակ հնչի, աղտոտում ճանապարհային նշաններով։ Մեկ էլ տեղ կա, չէ՞ որ մի քանի անգամ գնում ես, ասում ես, խի ճանապարհային նշան չկա, ինչի ճանապարհային նշան չկա։ Մեկ էլ տանում են միտեղ, ասենք ենթադրենք մի 50 մետրի վրա մի 1000 կիլոմետրի ճանապարհային նշան, ինչ կա այդ ճանապարհային նշանի աղյուսակում, բոլորը դրած է այդտեղ, որ մտածում ես, որ մեկը մեքենան վարելով ճանապարհի այդ հատվածի մտնի շուռ կգա անպայման, որովհետև այնց շփոթեցնող է, դա էլ է պետք է բան անել։ Այսինքն մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության մեջ ենք մտնում եւ ես ինձ համար ամենա այդ տենց բնորոշիչ հատվածը Իջևան համայնքի Սարի գյուղի հատվածն այնքան ճանապարհային նշան կա դրած, այնքան ճանապարհային նշան կա դրած, քեզ թվում է թե իսկապես ահավոր է, պետքա ստանդարտները փոխել, եւ նաեւ ուրիշ խնդիր կա։ Հիմա նաեւ մենք պետքա ստանդարտը փոխենք այն բանով, որ ստենդներ դնենք, որտեղ կա ինֆորմացիան շատ կա, մի ստենդի վրա դա էլ ընդունված բան է, մի ստենդի վրա մի քանի ճանապարհային նշանները դրվում են եւ հետագա հատվածը թողնվում է ազատ ճանապարհային նշաններից, իհարկե իր տրամաբանության մեջ։
Եթե այդտեղ օրենսդրական կարգավորումների անհրաժեշտություն ունեն կամ ենթաօրենսդրական, եկեք գնանք անենք, բայց դա էլ է սովորելու հարց։ Շատ լավ, խնդրեմ այլ դիտարկումներ չկան, ըստ այդմ դրվում է քվեարկության հարց համար 14-ը, ովքեր են կողմ դրա ընդունմանը, դեմ չկա, ովքեր են կողմ դրա ընդունմանը։ Հա, պետք է ասեի ովքեր են դեմ դրա ընդունման, խառնեցի։ Շատ լավ, որոշումն ընդունված է։